Բարի լույս սիրելիներ, մեր այս երկրավոր կյանքի ընթացքում մենք ամեն օր պատերազմի կամ պայքարի մեջ ենք, տեսանելի եւ անտեսանելի թշնամիների հետ։ Եթե մենք տեսանելի թշնամուն տեսնում ենք, գիտենք, ապա շատ դժվար է անտեսանելի թշնամու հետ պայքարը։ Դրա համար մարդը պետք է մարտական սպառազինություն ունենա։ Ինչպես որ տեսան թշնամու հետ, եթե դու քո մարտական դիրքում չես, սպառազինությունը տեղին չէ, դու չես կարող թշնամու հետ երկար պատերազմել, այնպես էլ հոգևոր պատերազմի մեջ է։ Եթե դու չունես հոգևոր սպառազինություն, դու չես կարող սատանայի հետ պատերազմել։ Սատանան շատ զորեղ է, անտեսանել է, չար, ողորմություն ու գութ չունի, եւ նրա օգտագործում է նաեւ իշխանություններին, պետություններին, չար ոգիներին եւ բոլոր այն միջոցները, որ դեմ են մարդու քրիստոնեական առաջընթացին եւ Աստծուն ապավինող ժողովրդին։ Ահա այս սրա համար մենք կարիք ունենք հոգևոր սպառազինության։ Տեսնենք ինչպես է այս ամենը նկարագրում Պողոս առաքյալը Եփեսացի նամակի մեջ, որպեսզի հասկանանք ինչ սպառազինության զենքեր պիտի քրիստոնյան ունենա, որպեսզի կարողանա չարորում, որ փորձության ժամն է, հալածանքի ժամն է, դիմադրել սատանային։ Եփեսացիների 6-րդ գլխից եմ ընթերցելու։ Ուստի առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք չարորում դեմ կանգնել չարին։ Եվ երբ ամեն ինչ կատարեք, հաստատուն կացեք տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդված ճշմարտությամբ եւ հագած արդարության զրահը, ձեր ոտքերը ամրացրեք խաղաղության ավետարանի պատրաստությամբ եւ այս բոլորի վրա առեք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը եւ առեք փրկության սաղավարտն ու հոգու սուսերը, որ է Աստծո խոսքը, ամենայն աղոթքներով եւ աղաչանքներով ամեն ժամ աղոթեցեք հոգով եւ այդ բանի մեջ հսկեցեք անխոնջ հարատեվությամբ եւ աղաչանքներով բոլոր սրբերի համար, նաեւ ինձ համար, որպեսզի ինձ խոսք արվի իմ բերանը բանալու համարձակությամբ, ցույց տալու համար ավետարանի խորհուրդը, որի падգամավորն եմ ես այս կապանքներով, որպեսզի իմ այս վիճակում համարձակվեմ խոսել, ինչպես որ պարտավոր եմ խոսել։ Եթե ուշադիր եղաք, սիրելիներ, Պողոս առաքյալն այստեղ քրիստոնյայի համար սպառազինության 6 զենք ու գործիք նկարագրեց, որով որ պետք է զինվի քրիստոնյան չարի դեմ պատերազմում։ Առաջինը ճշմարտության գոտին էր։ Սատանան ստի հայրն է, խաբեբան ու չարախոսը բամբասողը։ Եվ եթե մենք ճշմարտության գոտին մեր մեջքին ամուր կապած ունենանք, մենք մեկս մյուսին կվստահենք, որովհետև ճշմարտության գոտին նաև վստահության արժանի լինելն է։ Մենք կվստահենք մեկս մյուսին, կապավինենք մեկս մյուսին եւ Աստծո զորությամբ կարող ենք ստի, բամբասանքի, կեղծիքի, չարախոսության դեմ կանգնել։ Երկրորդը զրահն է, արդարության զրահը։ Մեզ Աստված արդարության բնակեցրեց Քրիստոսի մեջ։ Եվ եթե մենք չունենանք Քրիստոսի արդարությունը, մենք չենք կարող սատանայի հետ պատերազմ, որովհետև նա մեզ կմեղադրի անարդարության մեջ, կեղծիքի մեջ, անսրբության մեջ եւ մեզ ամեն անգամ այդ մեղադրանքներով իր ստրուկը կդարձնի, որովհետև մենք անոնով կմնանք այնպիսին ինչպիսին ենք, բայց գործով ու ճշմարտությամբ չենք համապատասխանի մեր քրիստոնեական նկարագրին։ Երրորդը կոշիկներն էր, սիրելիներ։ Սովորական մարդու համար հատուկ կոշիկներ պետք չեն, բայց զինվորը հատուկ կոշիկի կարիք ունի, որպեսզի ամուր կանգնած մնա իր տեղում եւ ամենակարևորը չսայթակի։ Եվ այդ կոշիկները ավետարանի խոսքի ճշմարտությունն է, այսինքն յուրաքանչյուր քրիստոնյա հաստատուն մնալու համար իր տեղում, որպեսզի չսայթակի, ինքն իր մեջ ավետարանի խոսքի ճշմարտությունը պիտի ունենա։ Այնինչ որ ինքը ընթերցում է, կարդում է, լսում է, իրեն փոխանցում են, ինքը այդ ամենի կրողը պիտի լինի, ոչ թե միայն լսողը, այլև այդ լսելուց հետո մարդը պիտի կարողանա դրանք գործի դնել։ Եվ եթե դու ավետարանի խոսքով զինված եղար, քո ոտքը ամուր քո տեղում կլինի։ Ինչպես որ զինվորը իր խրամատի մեջ ամուր կանգնած է, այնպես էլ քրիստոնյան իր պատերազմի խրամատում պետք է ամուր կանգնած լինի ավետարանի խոսքով։ Հաջորդը, սիրելիներ, վահանն էր։ Եվ հռոմեական կայսրության ժամանակ, որ Պողոս առաքյալի ժամանակներում վահանը 1 մետր 80 սանտիմետր բարձրություն ուներ, 1 լիտր լայնությամբ, այսինքն ամբողջությամբ պաշտպանում էր զինվորին։ Նշանակում է, թե դու այդ վահանը, հավատի վահանը ունես, դու պաշտպանված ես չարի արձակած բոլոր նետերից ու մխացող նիզակներից։ Դու պաշտպանված ես հավատքով։ Տեսեք, ճշմարտությամբ, արդարությամբ, ավետանի խոսքով հավատքդ այնքան զորավոր է դառնում, որ թշնամու արձակած որևէ նետ քեզ չի դիպչում։ Եվ այդ վահանով եւ մեր թիկունքն է պաշտպանված, եւ մեր դիմացն է պաշտպանված, մեր աջ ու ձախն է պաշտպանված, որպեսզի սատանան երբեք չկարողանա որևէ տեղից մեզ հարվածել։ Եթե մենք այդ հավատքի վահանը կորցրեցինք, մենք բաց տեսադաշտով
պատրաստ ենք ենթարկվելու սատանայի բոլոր հարձակումներին։ Նա պարզապես իր ափի մեջ մեզ կբեռնի եւ կոչնչացնի։ 5-րդը սիրելիներ, փրկության սաղավարտն էր։ Փրկության սաղավարտը նաև խաչի խորհուրդն է, որ դրվում է մարդու գլխին։ Այսինքն սատանայից պաշտպանում է որպես զորություն մեր միտքը չկործանելու, մեզ չոչնչացնելու համար, մեր մտքի վրա իշխանություն չունենալու, որպեսզի կարողանա իր չարության խոսքերը լցնի այնտեղ։ Այլ եթե մեր միտքը փրկության սաղավարտով, այսինքն մեր մտածելիքը ամենօրյա Քրիստոսի հետ լինելն է, Քրիստոսի հավիտենական կյանքի մասին խորհելն է, մենք թույլ չենք տալու, որպեսզի նա մեզ վրա հարձակվի։ Եթե տեսակ այս 5 զենքերը սպառազինության պաշտպանողական են, եւ 6-րդ ասում է ձեր ձեռքը վերցրեք հոգու սուսեր, այսինքն սուր վերցրեք։ Եթե մտածենք, որ մենք պաշտպանվելով կարող ենք հաղթել թշնամուն, սխալվում ենք։ Տեսանելի պատերազմի մեջ, երբ որ թշնամին հարձակվում է, մենք ինչքան էլ երկար դիմադրենք, մեր պաշտպանական դիրքերը մի օր պիտի խարխլվեն եւ թշնամին կարող է շատ հեշտությամբ ներխուժել։ Ուրեմն մարդը պետք է ձեռքը եւ սուսեր ունենա, Աստծո խոսքը այնքան սուր լինի ձեռքի մեջ, որ սրով կարողանաս հարձակվել ու թշնամուն պարտության մատնել։ Թշնամին միշտ պարտության է մատնում, երբ որ մարդը հարձակվում է։ Քրիստոնյան հարձակվում է իր աղոթքով, իր պահեցողությամբ, իր սրբությամբ, իր առաքինությամբ եւ սատանան նահանջում է։ Եվ մեր այս պատերազմի մեջ մենք կարող ենք հաղթող լինել։ Եվ վերջապես հայրերը մեզ նաեւ 7-րդ զենքի մասին են խոսում, որ աղոթքն, ինչպես այստեղ Պողոս առաքյալն ասում է, հոգով անդադար աղոթեցեք։ Առանց աղոթքի ներգործության ու զորության այս բոլոր զենքերը կարող են հնանալ, ժանգոտել եւ գործածելու համար անպետք դառնան։ Եթե քո կյանքի մեջ ամեն օր աղոթքը կա, քո ճշմարտության գոտին, քո արդարության զրահը, քո փրկության սաղավարտը, հավատքի վահանը, հոգու սուսերը ամեն օր զորանում է ոչ միայն պաշտպանվելու, հարձակվելու, այլև անպայման եւ միանշանակ հաղթանակ տանելու համար, որովհետեւ Հիսուս Քրիստոս միաժամանակ եւ միատեղ այդ նույն ճակատամարտում մեր թիկունքն է պահում, որպեսզի մենք վստահ լինենք, որ մեր թիկունքը ամուր է, մեր առջև Հիսուս Քրիստոս է հաղթանակ տանողը եւ մենք գնում ենք այդ հաղթանակ ճանապարհով։ Եվ տեսեք Պողոս առաքյալի խոնարհությունը, ասում է. ինձ համար էլ աղոթեք, որպեսզի ինձ տրված իշխանությամբ եւ կարողանամ Աստծո խոսքը քարոզել։ Մենք ամեն մեկս այդ աղոթքի կարիքն ունենք։ Եվ որ մենք աղոթում ենք, մենք բոլորս միանում ենք, մեկ ենք դառնում։ Աղոթքով է, որ քրիստոնյաները զորանում են, շաղախվում են ավազի մեջ։ Տեսեք ծովի ավազը, որ վերցնես ու բաց թողես, քամու ներկայությամբ այս ամեն մեկը ցիրուցան են, բայց երբ որ մի փոքրիկ շաղախ կա, ամբողջը գունդ դարձած ցած է իջնում։ Այնպես էր քրիստոնյայի կյանքն։ Եթե դու չես աղոթում, դու միայնակ ես, դու քամուն կարող ես ենթարկվել եւ քամին այս կյանքը քեզ որտեղ ուզի կարող է քշել։ Բայց երբ որ դու աղոթքով շաղախված ես, Քրիստոս քո մեջ է եւ դու հաղթության սուսերով միշտ գնում ես դեպի հավիտենական հաղթանակ։